Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր պատրաստում ենք գույներով և վիտամիններով հարուստ շատ համեղ խրխրթան հյութալի աղցան։ Միայն գույներին նայելով ցանկություն է առաջանում պատրաստել այս աղցանը, ստացվում է շատ համեղ և առողջարար, ինչու չէ նաև սննդարար։ Քանի որ հիմա բողկի սեզոնն է և այն շատ առողջարար է, խորհուրդ եմ տալիս հաճախակի պատրաստել նման աղցաններ։ Բողկը բարելավում է մարսողությունը, մաքրում է լյարդը և լեղապարկը, ուժեղացնում է իմունային համակարգը, ունի հակաբորբոքային հատկություններ, նվազեցնում է արյան ճնշումը, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում։ 300 գրամ բողկը բարակ շրջանակների բաժանելուց հետո լցնում ենք աղցանամանի մեջ։ Ձողիկաձև կտրատում ենք 2 վարունգ։ Սիրելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, չմոռանաք նաև հավանել տեսանյութը։ Երկար տաշեղների ենք բաժանում մեկ միջին չափի գազար։ Առատ գույներ, առատ վիտամիններ, էլ ինչ է պետք առողջ լինելու համար։ Մանր կտրատում ենք համեմ, սամիտ և ազատ քեղ և մի քանի հատ կանաչ զող։ Այս աղցանը շատ ավելի համեղ է ստացվում, երբ այն մի փոքր կծվահամ է ունենում։ Մարանցնում ենք կծու ծիծակ։ Բոլոր բաղադրիչները նախապատրաստեցինք, մնում է միայն ավելացնենք համեմունքները։ Կանաչիները ավելացնում ենք աղցանամանի մեջ, կավելացնենք սև պղպեղ և աղս ճաշակի։ Աղցանը ավելի դյուրամարս դարձնելու և մի փոքր թթվաշամ հաղորդելու համար կավելացնենք 5%-անոց խնձորի քացախ, 1 ճաշի գդալ։ 2-ից 3 ճաշի գդալ բուսայուղ և բոլոր բաղադրիչները մի լավ խառնում ենք, կարելի է արդեն մատուցել։ Բողկով այս աղցանը կարելի է մատուցել տարատեսակ փլավների և մսային ուտեստների հետ, շատ համեղ համադրություն է։ Օգտակար, գունառատ, սննդարար այս աղցանը պատրաստելուց հետո մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Դե ինչ սիրելիներս, պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։